Ինչքան էլ մենք զբաղվում ենք Արցախից ստեղծված անձանց իրավունքների պաշտպանությամբ, կարող է չիմանանք էլ, որ sense խնդիր կա, եթե դրա մասին որևէ մեկը մեզ չասի։ Այսինքն բարձրաձայնելը առաջին քայլն է, որպեսզի քո իրավունքները սկսես պաշտպանել։ Ինչ իրավունքների մասին է խոսքը եւ ինչ խնդիրներ են իրենց սպասվում տեղահանությունից հետո, արցախցիները իհարկե սկզբնական ժամանակահատվածում լիարժեք չէին պատկերացնում։ Կացարանի առաջին անհրաժեշտության պարագաների, հագուստի եւ կենցաղային պարագաների տրամադրման համար արագ արձագանքման խմբեր եւ առանձին անհատական նախաձեռնություններ Հայաստանում ձևավորվեցին։ Հետագայում առավել մանրակրկիտ կարիքների գնահատում պահանջվեց խնդիրներն ու տվյալները գույքագրելու համար։ Սկզբնական շրջանում իրականում կարևոր էր շատ արագ գործել։ Այդ իմաստով հասկանալի է, թե ինչու լիարժեք ներգրավվածություն օրինակ ծրագրերի առաջնային ծրագրերի մշակմանը գուցե եւ չի եղել։ Արցախցիները այդ ընթացքում ստացան ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, իսկ Հայաստանը դեռևս 2019 թվականին էր ստանձնել իր առաջին պարտավորությունների շարքը կատարել բարեփոխումներ, այդ թվում ապաստանի համակարգի ամրապնդման եւ փախստականների ինտեգրման հարցում, ներառելով բնակարանային պայմանների, ներառական կրթության, առողջապահության, զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության հասանելիությունը։ Ընդլայնվեցին դրանք 2023 թվականին տարբեր ոլորտներում մշակված աջակցման ծրագրերի միջոցով։ Շահարու խմբի ձայնը լսելի դառնալու իրենց կարիքները ճիշտ հասկանալու համար բնականաբար շատ կարևոր է այդ մասնակցային մոտեցումը, որպեսզի իրոք ոչ թե վերևից ներքև որոշում կայացվի, առանց գուցե միջև վերջ հասկանալու թե ինչ խնդիրներ են բախվում այդ ընտանիքները, այլ անպայման հենց այն խումբը, որի իրավունքների ապահովման ուղղված է ցանկացած որոշում, անպայման կարողանա ասի եւ մեկնաբանի, առաջարկվող տարբերակը։ Ու սկզբնական շրջանում երևի մինչ օրս էլ կարող եք ասել, որ դա խնդրահարույց է, այսինքն չկա մեկ միասնական հարթակ երկխոսության, որտեղ որ կառավարությունը մշտապես հենց Արցախի օրինակ կազմակերպությունների կամ ինչ որ ակտիվ խմբերի հետ այդ խնդիրները կքննարկվեր եւ ծրագրի մշակման փուլում եւ ընթացիկ, ասենք, եթե խնդիրներ են արձանագրվում։ Շատ ժամանակ օրինակ թողնված է լինում կամ անհատական նախաձեռնությունների կամ օրինակ, եթե օրենսդրական նախաձեռնություն է դեպքում դրաֆտում տեղադրվում է նախագիծը, որի շրջանակներում կարող են մեկնաբանել եւ ֆիզիկական անձինք, եւ կազմակերպություններ եւ այլն։ Բայց սա շատ ֆորմալ ոնց որ կարծիք հարցնելու միջոց է եւ ոչ բոլոր կազմակերպությունները կամ հատկապես անհատները գիտեն օրինակ այդ մեխանիզմի մասին եւ կարող են ճիշտ մեկնաբանել, հիմնավորել կարծիքը եւ այլն։ Առաջին աջակցության ծրագրերը արդեն գործարկվել էին, արձագանքելով հիմնական կացության համար անհրաժեշտ ծախսերին, սակայն այստեղ էլ բացեր արդեն կային, վստահեցնում է իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ Անհատական դեպքերի ուսումնասիրման արդյունքում հաջողվել է հասնել փոփոխությունների։ Հենց Արցախի առաջնահերթ, Արցախի կազմակերպությունները պետք է ավելի ճիշտ կարողանան խնդիրները բացահայտեն, գույքագրեն, այսպես ասած, եւ ինչ որ հիմնավորումներով այդ դեպքում առաջ տանեն, ներկայացնեն ու այստեղ չսպասել կառավարության նախաձեռնությանը, այլ հենց պրոակտիվ ինչ որ խնդիրներ բարձրացնել եւ այլն։ 2020 թվականին Արցախում մարտունեցիների համայնքային ակտիվությունը ապահովող հասարակական կազմակերպությունը Հայաստանում վերաբացվեց մեծ դժվարությամբ 2024 թվականին, արդեն որպես հավասար հնարավորություն սոցիալական երիտասարդական հասարակական կազմակերպություն։ Արցախցիների խնդիրներին քաջազանոթ լինելով փորձեցին արագ ներգրավել նրանց շահերի իրավունքների պաշտպանության գործին։ Խնդիրներ կար, վերջնականապես 2024 թվականին կարողացանք մի քիչ ձևափոխված գրանցել նոր կազմակերպություն համարյա նույն ձևով եւ մեկնական նպատակներ հիմա շարունակվում է համայնքային պահպանությամբ զբաղվել, մարտունեցիների, մարտուն շրջանի մարդկանց համախմբել, իմանալ ովքեր եւ ինչով կարող ենք իրենց օգտակար լինել, քանի որ եթե համայնք չպահպանվի, հետագայում վերադարձի համար դժվար կլինի, բայց այստեղ պահպանելով եւ մարդկանց կյանքն է հեշտանում։ Արդյոք նախաձեռնողականությունը արդյունք տալիս է, ինչպես խնդիրները ճիշտ գույքագրել եւ ներկայացնել, որքանով լսելի կդառնան դրանք համապատասխան կառույցներին։ Սկզբնական շրջանում հայաստանյան կազմակերպությունները թիրախ դարձնելով արցախցիներին որպես օգնություն, որպես չգիտեմ տարբեր աջակցություն ցուցաբերելու համար իրենք տարբեր ծրագրեր օգտվելով կարելի ասել արցախյան ՀԿ-ներ չներգրավելով իրենք արցախցիների համար տարբեր միջոցառումներ են կազմակերպում, որը շատ սխալ է, քանի որ իրենք ներսից, այսինքն չեն տիրապետում ավելի խորքային խնդիրներին, բայց կազմակերպում էին քանի որ արդեն ՀԿ-ները սկսեցին արցախյան ՀԿ-ները սկսեցին ակտիվանալ, արդեն փորձեցին
համագործակցել արտահայտների հետ եւ այդ ամենը անել միասին ու եթե շարունակվի այսպես, ինձ թվում է ժամանակ արդեն, երբ հենց արցախյան ՀԿ-ները իրենց անունը կունենան թե Հայաստանում, թե միջազգային այդ process-ներում եւ կարողանան իրենք հենց ինքնուրույն զբաղվել արցախցիների խնդիրներով։ Բողոքելու փոխարեն խնդիրների մասին բարձրաձայնելն ամեն դեպքում հորդորում է Աննա Մելիքյանը։ Դրանք ճիշտ ձևակերպելու, խնդիրները գույքագրելու, հասցեական ուղղորդելու եւ հետեւողական լինելու դեպքում արդյունքը եթե նույնիսկ ուշանա, բայց կլինի։ Եթե ամեն մեկս միայն նեղսրտած, չգիտեմ, տանը թե խմելիս ենք բողոքում, որ այսպես է թե այնպես է, բայց այդ խնդրի մասին չենք բարձրաձայնում, սա նշանակում է, որ այդ խնդիրը գուցե եւ երբեք չլուծվի։ Այսինքն եթե նկատել եք, որ ինչ-որ բան խոչընդոտում է ձեր իրավունքների իրացմանը, ապայման դրա մասին պետք է ասել։ Կան եւ արցախյան կազմակերպություններ, տարբեր խորհուրդներ համայնքներում եւ այլն, որոնց հնարավոր է դիմել։ Կարող եք դիմել մեր կազմակերպությանը իրավախորհրդատվության համար, ասենք 098 505 303 համարով անվճար իրավաբանական օգնություն ենք տրամադրում եւ կարող են գուցե հուշել, ուղղորդել։ Բայց նաեւ հորդորում եմ օգտվել թեժգծերից, համապատասխան նախարարությունների միգրացիան ունի թեժգիծ ու շատ հարցերի հենց Արցախի բարբառով էլ պատասխանում են հատուկ ունեն առանձին աշխատակիցներ, որոնք կարող են շատ ավելի հեշտ գուցե ընկալել խնդիրը եւ ուղղորդել 84-22 հեռախոսի համարով կարող եք զանգել եւ իրանք արդեն ենթադրում եմ սպառիչ պատասխան կտան խնդրի շուրջ եւ կամ գոնե կուղղորդեն, կհուշեն ինչպես վարվել։ Եթե արցախցիների խնդիրների լուծման համար մշակվող նախագծերում եւ ծրագրերում նրանց մասնակցությունը ապահովի, նրանց ձայնը լսելի դառնա, դրանք անշուշտ ավելի թիրախային եւ հասցեական կդառնան։